Բարձես հեռուստադիտող բարեկամներ, Լորի հեռուստաընկերության այո թե ոչ ծրագրի շրջանակներում շարունակվում են քաղաքական բանավեճերը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Խոսրով Հարությունյանը և Նոր Հայաստան շարժումից պարոն Վարուժան Ավետիսյանը։ Շնորհակալ եմ Հարգելի պարոն Այք, որ այսօր այստեղ եք Լորի հեռուստաընկերության տաղավարում, շնորհակալ եմ, որ ճանապարհ եք կտրել հասել Վանաձոր, որպեսզի Վանաձորի հեռուստադիտողին, ինչու ոչ նաև համացանցի մեր այցելուներին այս ամբիոնից ևս ներկայացնեք ձեր տեսակետները, ձեր մոտեցումները սահմանադրության նախագծի շուրջ, որին շատ քիչ ժամանակ է մնացել դեկտեմբերի 6-ին մեր համակարգացիները, մեր հայրենակիցները, Հայաստանի Հանրապետության բնակիչները պետք է գնան ընտրատեղամասեր և քվեարկեն այո կամ ոչ, կգնան թե չեն գնա, ես կարծում եմ մեր հյուրերից մեկը այլ տեսակետ ունի, ինչևէ, պարոն Հարությունյան, ձեզնից սկսենք, դուք բնականաբար ասում եք այո այս սահմանադրությանը, կարող եք ասել մի լուրջ փաստարկ, ինչի համար ես քաղաքացիս մարզի բնակիչս պետք է գնամ և այո ասեմ այս նախագծին։ Ամենակարևոր փաստարկը, թեև ասեմ, որ հենց ամենակարևոր փաստարկը այս օրերի ընթացքում մի տեսակ 220 հոդվածից 219-ը ընջատվել է, ընդամենը մեկի մասին է շատ բարձրաձայնվում, այն է իշխանության վերարտադրման խնդիրը։ Իհարկե դրա մասին ենք խոսանք, կարծում եմ գործընկերը կհամաձայնի նաև այդ թեման կքննարկենք, բայց փորձենք հասկանալ այդ հանդերձ այսօրվա գործող սահմանադրության կամ առաջարկող սահմանադրության առանցքային տարբերությունները։ Կարծում եմ շատ օրիգինալ մի չեմ ասի, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը լարված է։ Ցանկացած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պատասխանատվությունը վերապահված է իշխանություններին, այսինքն քաղաքացիները օբյեկտիվորեն նման պահանջներ ներկայացնում են իշխանությանը։ Ասել կուզի բոլոր քաղաքացիները շահագրգռված են, որովհետեւ իշխանությունները իրենց օրենքով, սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունը արդյունավետ իրացնեն։ Հիմա բոլոր հավասար պայմաններում որ դեպքում իշխանությունները, կրկնում եմ, բոլոր հավասար պայմաններում ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, ավելի զգոն կարող են իրենց վերապահված պատասխանատվությունները կատարել։ Մեկ դեպքում, եթե իշխանությունը անընդհատ զգա իր ծոծրակին, իր թիկունքին շնչառությունը ընդդիմության։ Այսինքն, եթե իշխանությանը ի հակակշիռ կա ինստիտուցիոնալ առումով կայացած կենսունակ ընդդիմություն։ Սա ամենաառանցքային դրույթն է։ Այսինքն, տեսեք, այսօրվա սահմանադրությամբ ցանկացած որոշում ազգային ժողովում ընդունվում է 50+1 ձայնով, այսինքն ձայների պարզ մեծամասնությամբ։ Եվ եթե ընդդիմությունը նույնիսկ շատ փորձի ջանալ, լավագույն դեպքում տրամաբանական կամ բանական առաջարկությունները կարող են ընդունվել, բայց եթե փորձի քաղաքական process-ի վրա որևէ ազդեցություն ունենալ, այսօրվա սահմանադրությունը այդ հնարավորությունը չի տալիս։ Պարոն Հարությունյան, մինչդեռ միտքս պետք է ավարտեմ։ Մինչդեռ առաջարկող սահմանադրության մեջ կարևորագույն օրենքները Սա շատ կարևոր եմ համարում, ինչպես նաև այնպիսի պատասխանատու դեմքեր Պաշտոնյան, ինչպես գլխավոր դատախազ, դատական համակարգ ամբողջությամբ, այսօր բոլորս արդարև դժգոհում ենք, չէ՞, արդարադատությունից, դատական իշխանությունից, դատական համակարգը եւ շատ ու շատ պաշտոնյաներ վերահսկիչ պալատ սահմանադրական դարակ, նրանք բոլորը ընտրվում են ազգային ժողովի կողմից, ընդ որում առանց ազգային ժողովի կողմից հետ կանչելու իրավունքի։ Ազգային ժողովը ընտրում է, բայց հետ կանչելու իրավունք չունի, այսինքն նրանց վրա հետագայում ազդելու որևէ գործիք չունի։ Ընտրում է 3/5 ձայներով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ընտրական օրենսգիր, կուսակցությունների մասին օրենք, կամ գլխավոր դատախազ, կամ վերահսկիչ պալատ, չգիտեմ, ինչ տեխնացիա որ դուք առաջարկեք, միջև ընդդիմության հետ համաձայնության չկաք այդ տեխնացիայի շուրջ, դատավոր, դատախազ, այդ տեխնացիան չի ընտրվի։ Սա չի նշանակում, որ ընդդիմությունը մի կողմից ուղղակի կազդի քաղաքական process-ների վրա, մյուս կողմից ստանձնում են նաև անհրաժեշտ պատասխանատվությունը։ Եվ նման պարագաներում իշխանությունը ստիպված անընդհատ հաշվի կնստի ընդդիմության դիրքորոշմանը։ Սա առաջարկվող սահմանադրական բարեփոխումների առանցքային կարևոր առանձնահատկությունից մեկն է ընդամենը։
Պարոն Հարությունյան, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում մի քանի ԱԻՕ-ի կողմնակիցների հետ հարցազրույցից հետո, որ այս նախագիծը հատուկ ընդդիմության վիճակը բարելավելու համար է արվել։ Դե այդ եթե այս նախագիծը արված է քաղաքական համակարգը կայացնելու համար։ Չի կարող քաղաքական համակարգը կայանա, այսինքն կուսակցությունները կայանան, եթե մենք կաղում ենք երկու ոտքով։ Չի կարող միայն ուժեղ ռեսուրսներով օժտված իշխանություն եւ թույլ ոչ կենսունակ ինստիտուցիոնալով չկայացած ընդդիմություն այս պայմաններում քաղաքական համակարգ չի կարող կայանալ։ Դրա համար խոսքը գնում է ոչ թե ընդդիմության մասին, ընդհանրապես, այլ խոսքը գնում է քաղաքական համակարգի կայացման մասին, այսինքն համակարգ, որը ունակ կլինի իրավիճակին ադեկվատ քաղաքական որոշումներ կայացնել ընդդիմության հետ համագործակցելով թեակակշռով, բայց որակյալ որոշումներ։ Պարոն Ավետիսյան, դուք չեք ուզում կայանա քաղաքական համակարգը, չեք ուզում ունենանք ուժեղ ընդդիմություն, չեք ուզում, որ ընդդիմությունն այնպիսին լինի ներկայացված խորհրդարանում, որ մի օր էլ դուք վերցնեք իշխանությունը, ինչու չեք ուզում։ Հետևյալը պետք է ասեմ, պարոն Հարությունյանի խոսքի մեջ ուղիղ արտահայտված կամ ենթատեքստային պնդումներ կային, որոնց հետ ես չեմ կարող համաձայնել։ Առաջին պնդումը այն էր, որ կարծես թե իշխանությունը մի հաստատուն երևույթ է եւ այդպես էլ պիտի լինի, եւ միշտ այսօրվա կառավարիչները պետք է լինեն երկրի ղեկին, եւ այդ նույն կառավարիչները բարի կամք դրսևորելով փորձում են քաղաքական համակարգը բերել ավելի հավասարակշիռ, ավելի ինստիտուցիոնալ վիճակի։ Այնպիսի տպավորություն է առաջանում, որ հանրային ռեսուրսների ամբողջ պաշարը, որ յուրացրել է գործող վարչախումբը տարիների ընթացքում, դա տեղի է ունեցել ոչ իր կամքով, ոչ կառավարիչների կամքով եւ գործողությունների հետևանքով, այլ երկնքից մանանա է իջել եւ հանկարծ որպես նվեր իրենք դա ստացել են, հետո տեսնում են, որ այդպես արդար չէ եւ առաջարկում են դա բաժանել։ Իրականում մենք Հայաստանի Հանրապետությունում գործ ունենք շատ ավելի վատթար վիճակի հետ։ Մենք այսօր կանգնած ենք պետականության կորստի ռեալ վտանգի առջև, իսկ մեր տարածաշրջանում պետականության կորուստը հղի է հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման։ Ոչ միայն պետականության կորուստով, եթե միայն դրանով ավարտվի այս ամենը, ելի վերականգնելու հույս կլինի, բայց զուգահեռաբար գալիս է նաև ուղղակի հայրենիքի այս վերջին կտորից զրկվելու վտանգը։ Հիմա կառավարման իմաստով բուն կառավարման գործընթացը մի քանի հիմնական գործոններ, պարամետրեր նկատի ունի, ռազմավարություն, մարտավարություն եւ կանոնակարգում ու բուն կառավարիչները կամ վերնախավը։ Այսօրվա քաղաքական վերնախավը, հատկապես վարչախմբի մեջ կուտակված նրա ներկայացուցիչները, սպառել են իրենց նաև ժամանակի իմաստով։ Քաղաքական առաջադրանքների սերունդները, որ մենք անցել է մեր ժողովուրդը ցեղասպանությունից հետո, առաջինը 65 թիվ քաղաքական մտքի արթնացման կամ սահմանավորման շրջան էր, երկրորդը 88-ից սկսված շարժումով եւ արդեն պետականության ֆորմալ ձեռքբերումով եւ երրորդը հիմա իրական սուբյեկտի կայացումն է եւ այդ սուբյեկտը ենթադրում է սուբյեկտայնության երկու դրսևորում՝ պետական մակարդակով սուբյեկտ եւ քաղաքացի սուբյեկտ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում հանրապետական կուսակցությունը եւ նրա սատելիտ կազմակերպություններն ու անհատները յուրացրել են ժողովրդի իշխանությունը։ Նրանք կազմավորվել եւ գործել ու գործում են որպես հանցավոր համագործակցություն, տապալել են սահմանադրական կարգը եւ հիմա փորձում են ներկայանալ այսպես հրեշտակային կերպարով եւ ասել, որ գիտեք ինչ, մենք նախկինում ձեզ թալանելու համար, բարբերաբար ձեզ թալանելու համար ստիպված էինք զենք պահել ձեր վրա, իսկ հիմա եկեք համաձայնվենք, ձեր ձեռքերը կապենք, այլևս մենք զենք չենք օգտագործելու, որովհետեւ դուք կապված կլինեք։ Սա է այս համանդրության գործընթացի, այս նախաձեռնության ամբողջ իմաստն ու անկախ բովանդակությունից սահմանադրության այդ անկախ այս բովանդակությունից եմ խոսում։ Այո, դուք միևնույնն է, պետք է ոչ ասեիք եւ պետք է խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու սուբյեկտայնացմանը։ Հակառակ գործընթացից դեպի այս գործընթաց բերելուն։ Խոսքը վերաբերում է նրան, որ իշխանությունը յուրացրած վարչախումբը
որը հանցավոր համագործակցություն է, ոչ միայն իրավունք չունի սահմանադրության նոր նախագիծ առաջարկելու, այլև իրավունք չունի շարունակելու կառավարումը եւ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն սելը ճռալու փոխարեն ժողովրդի ասած, սել որն է ճռում արտահայտությունն է մեր միտը գալիս եւ ժողովուրդն էլ դա գիտակցում է ու այդ պատճառով ենք մենք ասում, որ պետք է նախապես դուրս գալ դեկտեմբերի 1-ին հրապարակ, ձևավորել իրապես ժողովրդի կամքը արտահայտող բևեռ հրապարակում, զուգահեռաբար վերահսկողություն սահմանելով հանրաքվեի գործընթացի նկատմամբ եւ մենք հաստատ գիտենք, որ հանրաքվեն ինչպես է բոլոր մնացած քվեարկությունները եւ ընտրությունները կեղծվել են, նույնպես կեղծվելու է, բնականաբար պետք է նաեւ ժողովուրդը պատրաստ լինի իր կամքը պարտադրելու վարչախմբին, հեռացնելու նրան եւ երկրում ի վերջո հաստատելու սահմանադրական կարգ։ Խոսքը վերաբերում է մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր ազգին վերաբերող այսպիսի արմատական, գոյութենական հարցերին, այլ ոչ թե լավ կամ վատ սահմանադրություն դառնում կամ եթե մի կազմակերպություն քայքայել է, ապա ինստիտուցիոնալացրել է ամբողջ պետության կառավարման համակարգը։ Ինչի մասին է խոսքը։ Պարոն Հարությունյան, փաստորեն ընդդիմությանը բոլորովին չեն հրապուրում այն փաստարկները կապված նոր սահմանադրության նախագծի, որոնք դուք ներկայացրեցիք կապված ընդդիմության հետ, այն հրաշալի պայմանների հետ, որում կաշխատի, ձևավորվի ընդդիմությունը, Նոր Հայաստան ճակատից, պարոն Ավետիսյանը, բոլորովին այն փաստարկներ է բերում, ինչու ոչ։ Հասկանալի է։ Նախ ես կխնդրեի, ոչ ոք հրեշտակ չէ։ Լավ, սկսենք այստեղից։ Ոչ դուք եք հրեշտակ, ոչ ես, ու ոչ մեկ էլ չի փորձում որպես հրեշտակ։ Կատարված հանցագործություն։ Չէ, չէ, ոչ մեկն հիմա խոսանք դրա մասին։ Մարդու հոգեբանական վիճակը թե նա մեղքեր ունի իր սրտում թե ոչ, դա այլ վիճակ է։ Հիմա խոսանք նաև իշխանության բռնազավթման մասին։ Ամենը փաստով պետք է լինի, չէ՞։ Երբ որ դուք ասում եք իշխանություն, ես համոզված եմ, որ համարյա առանց սխալվելու հավանականությամբ կարող եմ պնդել, որ դուք նկատում եք նախագահական ընտրությունների արդյունքները։ Ճիշտ եմ ես հասկանում։ Ոչ միայն, բայց առաջին հերթին դա։ Եվ նաև նախկին սահմանադրական փոփոխությունները, որ էլի կեղծված հանրաքվեի միջոցով են։ Ես ասում եմ իշխանության, մենք խոսում ենք այսօր իշխանությունների մասին։ Այսօրվա իշխանությունների մասին։ Ուրեմն ձեզ ուզում եմ ես ձեր ուշադրությանը ներկայացնել կոնկրետ տվյալներ, փաստեր։ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում 156 տեղամասի 2000 տեղամասից 156 տեղամասի նկատմամբ ստացվեց բողոք վերահաշվարկի պահանջով 156 տեղամասից 132-ը վերահաշվարկվեցին ընդ որում վերահաշվարկվեցին միջազգային դիտորդների մասնակցությամբ եւ դիմումատուների մասնակցությամբ արդյունքում Տեր-Պետրոսյանի մոտ ձայները փոխվեցին 700-ով Սերժ Սարգսյանի մոտ 400-ով այսինքն փաստել որ ընտրական process-ում եղել են կոպիտ խախտումներ, ուշադրություն դարձրեք, որը ուղղակի անդրադարձել ընտրության արդյունքների վրա չկար։ Եվ բայց դա չխանգարեց ընդդիմությանը ժողովրդին հրամցնել, որ եղել են կոպիտ խախտումներ եւ արդյունքում տեղի ունեցավ մարտի 1-ը։ Եվ ամենահետաքրքիրը, ապրիլի 2-ին Տեր-Պետրոսյանը մտավ սահմանադրական դատարան ոչ թե այս բողոքարկման տվյալներով, այլ երկու բոլորովին այլ։ Այն է, եթե հավասարաչափ չի օգտագործվել, եւ Սերժ Սարգսյանը պետք է իր լիազորությունը վարդներ որպես վարչապետ։ 2013 թվականի ընտրությունները նախագահական։ Ընտրությունների հաջորդ օրը ես կենտրոն հեռուստատեսությամբ հանդիպել եմ Ռաֆայել Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ հետ Հովսեփ Խուրշուդյան, որ ասում էր ընտրությունները համատարած կեղծվել են։ Ասի ցույց տվեք, խնդրում եմ ձեր արձանագրումները։ Գիտեք ինչ ցույց տվեց մեկ արձանագրություն, խախտման վերաբերյալ, որից հետո հաջորդ օրը 489 նույնաբովանդակ արձանագրություն դիմումներ եղան մեկ մարդու ստորագրությամբ Ռուբեն Թորոսյանի։ Հիմա ես հարց եմ տալիս։ Դուք որևէ փաստ ունեք, որ ասում եք բռնազավթված է իշխանությունը։ Անշուշտ եթե դուք ասում եք պետք է փաստեր բերեք։ Եթե ինչ որ մեկ ասում եք, գիտեք, ես կարծում եմ որ ամբողջությամբ համատարած, ես չեմ ասում իդեալական են անցել, ուզում եմ դուք սա էլ հաշվի առնեք։ Բայց եթե փաստեր ենք ասում, եթե ասում եք բռնազավթված է, պետք է գոնե փաստագրեք դա։ Հիմա 1-2 ձեր հնչեցած հարցադրումների վերաբերյալ։ Անշուշտ խոսքը չի գնում այսօրվա իշխանությունների հավերժացման մասին, բացարձակապես։ Դուք եք հավանաբար, երբ որ ասում եք իշխանություն, դուք պատկերացնում եք միայն այսօրվա հանրապետականը։ Ես որ ասում եմ իշխանություն, ես հասկանում եմ ընդհանրապես իշխանություն որպես հանրային իշխանություն, որը ստանձնում է պարտավորություն հանրության առջև, որպես ինստիտուտ։ Խոսենք դրա մասին։ Երկրորդը,
ասացեք խնդրեմ, կամ ալչուկ կհամաձայնեք դուք ինձ հետ, որ այսօրվա սահմանադրությունը, գործող սահմանադրությունը, ինքը կոնֆլիկտագեն է։ Տեսեք, գործող սահմանությամբ նախատեսվում է հանրապետության նախագահ։ Հանրապետության նախագահի ընտրությունները մեր ամբողջ այս ընտրական process-ը ցույց է տալիս, որ մեր հանրային կյանքը հանրապետության նախագահի ընտրություններից հետո վերածում մի հատ քաղաքացիական բախումների սպառնալիքի, չէ՞։ Հիմա տեսեք, ինչու է այդպես դառնում, որովհետև խոսքը գնում է մեկ անհատի անսահման եւ անվերահսկելի իշխանության մասին։ Սա է, որ առաջացնում է այդ բոլոր կրքերը։ Ընդ որում, եթե դուք ընտրվեք վաղը հանրապետության նախագահ, եւ որովհետեւ դուք հրաժարվեք այս սահմանադրությամբ Անգլիայի թակու դառնալու հեռանկարից, դուք ցանկացած գնով պետքա փորձեք ազգային ժողովում ձևավորել ձեր մեծամասնությունը, այլապես դուք նախագահ չեք կարող աշխատել։ Այս սահմանադրությունը սա է ենթադրում։ Եվ դա կապ չունի ով է նախագահ դառնում։ Այս սահմանադրությունն է դա ենթադրում։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, իհարկե սահմանադրությունը նպաստում է, որ մի կուսակցությունը ցանկացած գնով իշխանության։ Ես ասում եմ կոնֆլիկտագենությունը, որը դրված է սահմանադրության գենետիկայում։ Իհարկե ինչ-որ մեկը կարող ասել, բայց կարող ենք, չէ, այդպես կհամաձայնում եմ, բայց համաձայնեք, որ քաղաքական մշակույթ, ավանդույթներ, որոնք ցավոք սրտի մեզան դեռս ձևավորված չեն, համաձայն չեք, եւ սա խնդրեմ է առաջացնում։ Հաջորդը, ինչ է այս սահմանադրությունը առաջարկում։ Փոխարենը ինչ է առաջարկում։ Այս սահմանադրությունը ասում է, լսեք, ասում է, բոլորս խոսում են, չէ, դուք էլ եք ասում, որ հանրապետականը միակուսակցական, ինչպես ասում են, միահեծան քաղաքական իշխանությունը վերցրել ձեռքը։ Լավ, ընդդիմությունը շատ արդարև բողոքարկելով այս թեզը առաջ էր քաշում, եկեք հրաժարվենք մեծամասնական ընտրական համակարգից։ Ինչու էր առաջարկում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից, որովհետև մեր պրակտիկան ցույց է տալիս, որ համամասնական ընտրական համակարգով ամենաազդեցիկ կուսակցությունը, ունենալով բանակ, հարկային, մաքսային ոստիկանություն 35%-ից ավել ձայն չի հավաքել, եւ մեծամասնությունը ապահովում էր մեծամասնականի հաշվին։ Դրա համար նրանք առաջարկում են դաշնակցությունը, ժառանգությունը, որ հիմա ձեզ հետ է Բարգավաճ Հայաստանը, առաջարկում են հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգ, գնալ համամասնականով։ Համամասնական ընտրական համակարգով հավատացնում եմ ձեզ եւ կապրենք կտեսնենք։ 35-40%-ից ավել ոչ ոք ձայն չի հավաքել։ Մի կուսակցություն ավել չի կարող հավաքել։ Ենթադրենք հանրապետական հավաքեց 30% կամ 40%, մնացած 60%-ը կհավաքեն ոչ հանրապետականները, կհավաքի ընդդիմությունը։ Այս սահմանադրությունն ասում է ընդդիմություն 60% քվեներ հավաքած, միավորվեք, ձևավորեք կոալիցիա եւ ձևավորեք իշխանություն, վերցրեք իշխանությունը։ Ինչու եք դուք պնդում, որ այս սահմանադրությունը տանում է դեպի գործող իշխանության, ոնց որ ասում են, կուսակցության պաշտպանության։ Ինչու եք պնդում։ Ինչու եք ժողովրդին դնում թյուրիմացության մեջ։ Մեկնաբանեք սա։ Առաջին հարցին ի պատասխան, որ կարող եմ ես արդյոք փաստեր բերել, փաստերի հիմնական մասը դուք արդեն բերեցիք։ Նախ, որ նշում եք, որ նախագահական ընտրությունները վերածվում են քաղաքացիական բախումների շեմային վիճակի։ Եթե չլինի իշխանության յուրացում, ժողովուրդը չի ընդվզելու։ Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեր ժողովուրդը բացարձակ մոլորեցման ձեռնացության ենթակա մի զանգված է, որին ընդամենը մեկ ընդդիմության առաջնորդ տվյալ պահի նախագահության թեկնածու կարող է այնպիսի վիճակի բերել, ինչպես ժամանակին նախկին դատախազի խեղկատակ տերմինով հոգեխանգարմունք եւ այլն այդպիսի վիճակի բերել եւ նրան հանել քաղաքացիական ընդվզման, բերել երկիրը քաղաքացիական բախումների շեմային վիճակի։ Իրականում քաղաքացիական բախումների մասին չի խոսքը, այլ վարչախմբի բանդայի եւ ժողովրդի միջև բախման մասն է խոսքը։ Հաջորդ փաստարկումը հենց մարտի 1-ի իրադարձություններն էին, որ նախ տեղի ունեցան եւ այդպիսի բախումներ, այդպիսի պարպումներ եթե լինում են, ուրեմն դա ունի հիմք, դա չի կարող լինել հենց այնպես, մարդիկ հենց այնպես արյան եւ կրակի դիմաց չեն գնում։ Հաջորդը հենց մինչ մարտի 1-ը փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի հավաքած կեղծ միտինգից 100,000-ավոր մասնակիցների միասնական շարժներ դեպի Ազատության հրապարակ, եթե կհիշեք 2008 թվականի մասին ենք խոսում, փետրվարի 26-ին, եւ
ակտիվ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը մշտապես փողոց է դուրս եկել, մշտապես պայքարել է, մշտապես ընդվզել է արդյունքների դեմ։ Հիմա միայն այն հանգամանքը, որ ցուցակները չեն բացվում, ընտրական ցուցակները չեն բացվում, միայն այն հանգամանքը, որ մինչև հիմա ներկայացվում են կեղծ տվյալներ, որ իբրև թե հանրապետությունում կա 2.5 միլիոնից ավել ընտրող, իսկ վիճակագրության պետական ծառայության տվյալներով 73%-ն է միջին հանրապետության չափած բնակչությունը, 18 եւ ավել տարիք ունեցող, դա նշանակում է, որ մենք պետք է մոտ 3.5 միլիոնի կարգի բնակչություն ունենանք, ինչը շատ ծիծաղելի է դառնում նման փաստարկումը։ Մենք ունենք նախանցած տարվա ՄԱԿ-ի փորձագետների շատ զգուշավոր եզրակացությունը, որ Հայաստանում 2.5 միլիոնի չափ մարդ կա։ Իրականում այդ թիվը շատ ավելի պակաս է, եւ նույն 73%-ի հաշվարկմամբ մենք այսօր Հայաստանում առավելագույնը միգուցե ունենք ոչ ավել քան 1.700.000 ընտրող։ Սա նշանակում է, որ 800.000 ձայն առնվազն ռեժիմը իր տրամադրության տակ ունի արդյունքները կեղծելու եւ ձեռնարկություններ կատարելու համար։ Նույն սահմանադրական դատարանը, նույն ընտրական հանձնաժողովը, մյուսը, դրանք բոլորը յուրացված իշխանության բաղադրիչներ են եւ բնականաբար եւ նրանց փաստարկումները եւ նույն հանձնաժողովները եւ նույն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների զգալի մասը կամ առինքվել են, կամ վախեցել են, կամ վաճառվել են, դա գաղտնիք չէ։ Ամբողջ երկրում տոտալ ձևով իրականացնում է վերահսկողություն, բռնություն, կաշառում, դրանք ակնհայտ փաստեր են եւ իշխանության յուրացվածության մասին ուղղակի եւ անուղղակի փաստարկումներ կան անգամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որտեղ հստակորեն նշված է, որ ըստ էության սահմանադրական կարգը կայացած չէ։ Հիմա սրանք եթե փաստարկումներ չեն, հապա ի՞նչն է փաստարկում։ Ինչու է ժողովուրդը զանգվածաբար 100,000-ներով լքում երկիրը եւ շարունակում լքել։ Ինչու են բոլորը դժգոհ այս վիճակից։ Ինչ է, եթե մենք սահմանադրական փոփոխություն կատարենք առանց կառավարիչներին փոփոխելու, Սաշիկի ախորժակը կփակվի, ինչ տեղի կունենա։ Նույն բանդան է, նույն էլիտան է, ճակերտավոր, որի մեջ անշուշտ կան եւ նորմալ մարդիկ, եւ գրագետ մարդիկ, որոնք կամ այսպես ասած գերի ընկածի վիճակում են, կամ հանձնվել են այդ ընդհանուր տենդենսին, կամ այլևս չեն կարողանում դիմադրել, կամ ինչ որ չափով սկսել են այդ բանդայի ջրաղացին ջուր լցնել, բայց ինչ վերաբերում է ռազմավարական որոշումներ կայացնող շերտին այդ հանցավոր համագործակցության, նրանք չեն կարող փոխվել, նրանք արդեն կյանքի այդ տականքության շեմը անցել են եւ նրանց հետ հույսեր կապել, որ նրանց ախորժակը կփակվի կամ նրանք ավելի իրավագիտակից կդառնան, ավելի լոյալ կդառնան, սրա մասին չեն կարող մենք խոսել։ Մենք ոչ մի վստահություն չունենք եւ ոչ մեկին չեն կարող վստահել։ Մենք չենք կարող վստահել, որ մարտի 1-ին մեր ժողովրդի վրա կրակած բանդան, որը ոչ մի դեպք, ոչ մի դրվագ այդ հանցագործության չի բացահայտել եւ չի ուզում բացահայտել, կամ նույն հոկտեմբերի 27-ը մնացել է փակ մինչև հիմա, կամ հենց մեր հետ պատահած Բերձորյան միջադեպը, կամ մյուս բոլոր դեպքերը, հենց մեր դեմ հարուցված քրեական գործը եւ մեր ապօրինի կալանավորումը անեթեթ մեղադրանքով, որ մինչև հիմա գործը մեր վրա կախված է մնում։ Սա ինչի մասին է խոսքը։ Մենք բռնապետության պայմաններում ենք ապրում եւ իշխանությունը ամբողջությամբ սրանք բոլոր յուրացված լինելու մասին այնքան աղաղակող փաստարկումներ են, որոնց դեմ ես չեմ կարող ասել, որ որևէ ողջամիտ մարդ կարող է հակառակ պատասխանել։ Պատասխանեց պարոն Ավետիսյանը, բայց խնդրում եմ ռեպլիկի կարգով, որովհետև ես հաջորդ թեմային եմ ուզում անցնենք։ Խնդրեմ, տեսեք, բռնապետության ձեր այդ պնդումները իհարկե ինչ-որ մեկնաբանություն եք ներկայացնում, բայց այս ձեր նկարագրած բռնապետության պայմաններում ոչ մի հատ փակված մամուլ չկա։ Ոչ մի հատ ձերբակալված, լավ, մի վարքյան, ոչ մի հատ ձերբակալված լրատվամիջոց ներկայացուցիչ չկա։ Ոչ մի հատ հասարակական մի վարքյան, լավ, սիրելիս, ես ձեզ լսում էի, չէ։ Ես ձեզ լսում էի։ Ընդ որում, եթե դուք նկատում եք, ես աշխատում եմ զերծ մնալ որևէ կոշտ որակումից։ Դա չի նշանակում, որ իմ վիզավին կամ իմ վիզավիները նման կոշտ որակման արժանի չեն։ Բարի եղեք, խնդրում եմ ձեզ։ Ուրեմն երբևէ, սա 15 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի մտքով կարող են անցնել, որ քաղաքացիական նախաձեռնությունը թռչկանի հետ կապված կարող էր հաջողվել։
Կարող էր որևէ մեկի մտքով անցներ, որ քաղաքացիական նախաձեռնությունը մաշտոցի որակի հետ կապված կարող էր հաջողվել։ Այդ բռնապետություն, որ ասում եք, դա պարամետրներ պետք է ունենա, չէ՞։ Ուրեմն երբևէ քաղաքացիական ինստիտուտները, լրատվամիջոցները, մամուլի միջոցները այդքան ազատ, այդ նաև խոսքի ազատության առումով չեն եղել քան այսօր։ Ինչ բռնապետության մասին։ Ընդ որում, դա ոչ թե ես եմ փաստում։ Դա փաստում է եվրոպացիները, դա փաստում է Եվրոմիությունը։ Ու եթե չլինեին այդ դրական տեղաշարժերը, բարեկամս, Եվրոմիությունը հավատացնում ես որևէ պարագայում մեզ այդ չէր սկսի, վեր սկսի ասոցիացիան համաձայնելու շուրջ բանակցությունները։ Այնպես որ երբեմն իմ մոտեցի տպավորությունն է, որ ոմանք ցանկալի փորձում են ուզեն ներկայացնել որպես իրողություն։ Դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Պարոն Հարությունյան, դուք երրորդ հանրապետության ակունքներում եք կանգնած, բոլոր իշխանությունների հետ աշխատել եք, հետևյալ հարցը, որ ուղղում եմ, կցանկանայի անկեղծ պատասխանել։ Հիշում եք 96 թվականին, երբ կյանքի կոչվեց տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, 3 տարով ընտրվում էր համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին, 4 տարով ազգային ժողովը, 5 տարով Հայաստանի Հանրապետության նախագահը։ Հիմա այս նոր նախագծով ընտրությունների թիվը պակասում է, չէ՞ որ ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, ինչու եմ ես զրկվում մեկ անգամ ավել ընտրելու իշխանություն, ինչու եմ ես զրկվում մի քանի տարի ավել որպես համայնքի ղեկավար։ Չէ, նայեք, նախ ինչ վերաբերում է համայնքային իշխանություններին։ Այո։ Կյանքը ցույց տվեց, որ 3 տարին որևէ նորընտիր համայնքի ղեկավարի համար ուսից ծրագիր իրականություն դասնի որպես կանոն քիչ է եւ պրակտիկան միազգային դրա մասին է վկայում։ Դրա համար համայնքային իշխանությունների գործունեության ժամկետը պայմանավորված է երկարացում, պայմանավորված է դրանով։ Ինչ վերաբերում է արդյոք մենք սրանով չենք կրճատում ընտրություններ անցկացնելու հաճախականությունը կամ ավելի շուտ արդյոք այդ կրճատմամբ մենք չենք նպաստում մեզանում պայմաններ չենք ստեղծում, որպեսզի ժողովրդավարությունը չկայանա։ Բայց կներեք, ես այն կարծիքին չեմ, որ ինչքան շատ ընտրություններ անցկացնենք, այնքան ավելի ժողովրդավար կլինենք։ Եկեք այդ դեպքում ազգային ժողովրդային 2 տարին մեկ եւ ժողովրդ ընտրություններ անցկացնենք, կարծում եք ավելի ժողովրդավար կլինենք։ Խնդիրը դրանում չէ, հավատացնում եմ ձեզ։ Ժողովրդավարությունը դա արժեհամակարգ է։ Ժողովրդավարությունը ինչ որ մի հատ այստեղ բոլորիս մոտ, այստեղ ինչ որ բան պետք է փոխվի։ Եվ ինձ մոտ, եւ ձեզ մոտ, եւ բոլորի մոտ։ Պրոբլեմը մեր մեջ է, տեսեք, անցյալ նախկինի իշխանությունները այսօր ընդդիմություն են, նախկինի ընդդիմությունը այսօր իշխանությունն է, բայց եթե փորձեք վերլուծել մեր հանրային կյանքի պրոբլեմները, որակապես չեն փոխվել։ Մենք պարոն Կարապետյան, ներող կրնեք, այս ժամանակահատվածում քիչ չենք ունեցել դեպքեր, իրար կուրսկը ծեծող ընդդիմադիրին պաշտոն ենք տվել, հաջորդ օրը մտածել ենք ոնց անենք այդ ընդդիմադիրից ազատվենք։ Եղել է, չէ՞ դա։ Հետաբար պրոբլեմը, եթե ես շատ վատն եմ, մի պահ ենթադրենք ու դուք ինձ քննադատում եք, դա չէ՞ որ դուք լավն եք։ Հասկանում եք, մեր իրականության ամբողջ բացասականն այն է, որ եթե ես մեկին ցեխի մեջ եմ փոխում, ուրեմն ես արդեն լավն եմ։ Առանց հասկանալ, որ ցեխի մեջ մարդու վրա ցեխ շպրտելը դա շնորհք չի։ Ըստ էության քո արածը պետք է ներկայացնել, փորձես քո արածը ներկայացնել։ Հիմա դուք նոր քիչ առաջ ասացիք մեր հայրենիքից զրկվելու վտանգի առջև են կանգնած, այսինքն ես սկսեցի մտածել, կարող է նոր ինչ որ ազգային անվտանգության նոր սպառնալիքներ ձևավորված, որին ես տեղյակ չեմ։ Հասկանում եք, ուշադրություն դա, խնդրում եմ։ Ուրեմն նայեք, եթե փորձում ենք վերցնենք այսօրյա իշխանությունների ազգային անվտանգության ոլորտում քայլերը, հա, ապա ակնհայտ է դառնում մի բան, որ անվտանգության առումով ոչ միայն սեփական, ասենք, ուժային կառույցները վերականգնելու կամ արդիականացնելու ծրագիր է իրականացվում, այլ նաև մենք ունենք հապկի անդամ ենք եւ դրա սահմաններում բավականին լուրջ երաշխիքներ ունենք ձևավորված մեր անվտանգության, մենք ունենք բավականին լուրջ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, մենք շատ լուրջ հարաբերություններ ունենք միջազգային խաղաղապահության շրջանակներում, ինչն է ձեզ մոտ ստեղծում տպավորություն, որ սպառնալիքներն այսօր ավելին են ուղղակի Հայաստանի անվտանգությանը, քան ասենք թե 15 տարի առաջ կամ 20 տարի առաջ։ Ինչն է այդ տպավորություն ստեղծում։ Եվ ընդ որում իբր թե դրանք արվել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների բացթողումների արդյունքում։ Դիտավորյալ քաղաքականության հետևանքով, ոչ թե բացթողումների,
Եվ առաջին հերթին խոսքը վերաբերում է արտագաղթին, աղետալի արտագաղթի, մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթի պատճառով մենք առաջին հերթին մարդկային ռեսուրսի եւ նաեւ արդեն դրա վրա հիմնված բոլոր ռեսուրսների առումով մոտենում ենք որպես համակարգ, որպես մեր անվտանգությունը, մեր գոյությունը պահպանելու ունակ համակարգ, ապրելու, գոյություն ունենալու սահմանային շեմերին։ Ինչ վերաբերում է ձեր ասած այդ համագործակցության վերաբերյալ, ես ներկայանամ, որ Պաշտպանության նախարարությունում 5 տարի աշխատանքային մակարդակով համակարգել եմ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի ոլորտի համագործակցություն, ինչպես նաև սերտորեն առնչվել եմ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ եւ քաջատեղյակ եմ այդ ամենին։ ՀԱՊԿ-ը ըստ էության թղթի կտոր է, իրենից ոչինչ չի ներկայացնում, իրականում Կովկասյան 3 տարածաշրջանի է բաղկացած անվտանգության համակարգը, մեր Կովկասյան այսպես կոչված տարածաշրջանի ուժերը բաղկացած են Հայաստանում գտնվող Ռուսաստանյան ռազմակայանի եւ Հայաստանի զինված ուժերից, որը իրականում այդ բազան ինքն իրենից որպես ռազմական ուժ մեծ բան չի ներկայացնում, դա այդքան էլ կարեւոր չէ, ես ուղղակի ուզեցի անդրադառնալ, որ այդ առումին անվտանգային ես շատ լավ տիրապետում եմ, բայց դա չէ խոսքը, դրա մասին չէ խոսքը, այլ առաջին հերթին, որ մենք կորցնում ենք այն բոլոր ելային ռեսուրսային հնարավորությունները, կարողությունները ավելի ճիշտ, որոնք անհրաժեշտ են պետություն պահելու համար։ 2 միլիոն, չէ, բանալության ասում է, որ ինչից եք եզրակացնում, որ աղետի առաջ է մեր երկիրը կանգնած, ասում են, որ 2 միլիոն բնակչությամբ այս տարածաշրջանում այսպիսի ահագնացող աշխարհաքաղաքական լարումների, այսպիսի տուրբուլենտության պայմաններում եւ ընդ որում որ հետզհետե տարեկան մի քանի տասնյակ հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով անգամ 100,000-ի մոտեցող արտագաղթ կա երկրում, այսպիսի պայմաններում, երբ բնական աճը 1.3 է, ընդամենը 2.1 գոյություն պահպանելու ցուցանիշի համեմատությամբ, մենք ուղղակի գլորվում ենք դեպի անդունդ։ Եթե մենք մինչև 16 թվականի կեսերը չկարողանանք այս գահավիժումը կանգնեցնել, մենք արդեն բիֆուրկացիոն կետը անցնելու ենք։ Եվ եթե Վարդան Արարությունյանը երկար ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնելով եւ առհասարակ այսօրվա իշխող վերնախավը այս ամենին տիրապետելով հանդերձ կամ չի տիրապետում կամ ձև է անում, որ չի տիրապետում այս ամենին, սա արդեն ողբերգության մյուս կողմն է։ Պարզվում է, որ մենք մի իդիլիական պայմաններում ենք ապրում, մի դրախտ երկրում ենք գտնվում, որտեղ ընդհանրապես սահմանադրական շտկումների միջոցով կարիք կա որոշակիորեն ժողովրդավարության, քաղաքական համակարգի եւ այլ կայացման հարց լուծել։ Մինչդեռ մենք կրկնում եմ գոյութենական խնդիրների առաջ են կանգնած եւ այդ խնդիրների աղբյուրը պատճառը գործող վարչախումբն է իր ստեղծած համակարգով հանդերձ։ Իսկ կառավարման նոր համակարգը, որը առաջարկվում է, մենք չենք կարող թույլ տալ մեզ, որ եւս մեկ անգամ մենք հնարավորություն տանք արդեն գոյություն ունեցող պարոն Արարությունյանը խոսում է 3-5-րդ եւ այլ չափանիշների փոփոխության մասին, այսօրվա բոլոր այդ առումով ընտրվող պաշտոնյաները, որ գործող սահմանադրությամբ կեսով պիտի ընտրվեն ձայների, իրենք իրականում 3-5-րդից ավելի մեծ քանակությամբ ձայներով են ընտրվել, որովհետև նրանք ազգային ժողովից չեն ընտրվել։ Բացի մի քանի, չէ, հենց դատախազի, չէ, բայց ամբողջ դատական համակարգը 103 մարդ քվեարկեց դատախազի օրդին։ Ամբողջ դատական, ներող կրնեք, հազար ներողություն։ Պարոն Ավետիսյան, ամբողջ դատական համակարգը բոլոր դատավորները նշանակվում են հանրապետության նախագահի կողմից եւ պաշտոնան կարող է նրա կողմից հաստատում են ներում, որ ազգային ժողովում 3-5-րդով են ընտրվում։ Ես էլ ասում եմ, որ 3-5-րդից ավելի մեծ քանակությամբ ձայներով են ընտրվել։ Պարոն Ավետիսյան, ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Այսօրվա գործող սահմանադրությամբ դատական համակարգը ամբողջությամբ կախված է մեկ ատյանից։ Սա այսօրվա սահմանադրությունն է, գործող սահմանադրությունն է ասում։ Ես նշանակում եմ ձեզ դատավոր, վաղը ես էլ ձեզ կարող եմ պաշտոնանկ անել։ Նման պայմաններում դուք ասացեք, խնդրեմ, ումից ավելի շատ պետք է կախված լինեք։ Ինձնից առաջարկվող փոփոխություններում դատական իշխանությունը, որից այսօր յուրաքանչյուր երկրորդ քաղաք չեք լսում։ Ղեկավարն է որոշելու, ինչ տարբերություն։ Մի րոպե, առաջարկվող փոփոխություններում դատական իշխանության ներկայացուցիչներին, որից այսօր ամեն մի երկրորդ քաղաքացի բողոքում է,
դատական իշխանության, այսինքն դատավորներին ընտրելու ազգային ժողովը ձայների 3/5-ով առնվազն, ընդ որում հետ կանչի ոչ իրավունք ունենալով։ Այսինքն մենք ազգային ժողովի ենթադրենք ձեզ կընտրենք դատավոր, բայց մենք ձեզ վրա այլևս ազդելու որևէ հնարավորություն չունենք։ Ասացեք, խնդրեմ, դուք այդ պարագաներում ավելի անկաշկանդ օրենքին ծառայող կլինեք, թե եթե ես նշանակեմ ձեզ էլ հետ կանչեմ։ Խոսքը սրա մասին է։ Եվ մի թեզ էլ ասեմ, կներեք, ես հարգում եմ ձեր մասնագիտական կարողություններն ու ունակությունները հատկապես պաշտպանության ոլորտում, ուղղակի տեղակայում, որ ես էլ խորհրդարանական վերաժողովի արտաքին հարաբերությունների եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ եմ։ Այսինքն ուզում ասեմ, ես էլ որոշ չափով տիրապետում առարկային։ Տեսեք, ռուսական ռազմը բազա, թե այստեղ այդքան չի կարևոր։ Կարևորը այն համագործակցությունն է, որի արդյունքում այսօրվա դրությամբ մենք ունենք նաև հակաօդային պաշտպանություն, ընդ որում բավականին արդիական։ Այսինքն սպառնալիքները նվազեցնելու էական հնարավորություններ։ Բայց միտքս ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Տեսեք, դուք ասում եք 2000 ինչ արել այսօրվա իշխանությունները։ Կներեք, ֆինանսատնտեսական ճգնաժամ անկանխատեսել էր բոլորի համար, համաձայն եք թե չէ։ Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որ ազդեց բոլոր պետությունների, բոլոր երկրների վրա, այս իշխանություններին հաջողվեց մի բան անել։ Հանրապետությունը Հայաստանը, այդպիսի ծանր ռեսուրսասակավ Հայաստանը զերծ պայել այնպիսի ցնցումներից, ինչպիսին Հունաստանը, զերծ պայել այնպիսի զարգացումներից, ինչպիսին Պորտուգալիան, Իսպանիան, կներեք, պետք է դուք լսեք։ Ասեմ ձեզ, հիմա 17-18-րդ դարերում Հայաստանում ամենավատթարագույն վիճակը չէ, որ հայերը Կալկատա գնացին եւ հայերս այդպեսին ենք, որտեղ հաց այնտեղ կաց։ Ցավոք, բայց ես չեմ վիրավորում։ Ես չեմ վիրավորում, ես չեմ ասում մի րոպե, լավ։ Ես բարձր չեմ, միթե ես կարող եմ դա չգնահատել։ Ես ուղղակի ասում ասեմ, որ նույն արտագաղթը կա նաև վրացիների մոտ։ Հասկանում եք, նույն արտագաղթը կա նաև ադրբեջանցի մոտ դեպի Ռուսաստան։ Այն միջավայրը, որտեղ հարմար է, խոսքը դրանում չի։ Ես ասեմ, մեր արտագաղթը ավելի խորը ունի։ Լսեք, պարոն Ինչպես որ Օսմանյան բռնակալության ժամանակ է մեր ժողովուրդը կեղեքվել, նույն կերպ էլ հիմա է կեղեքվում։ Դրա համար է ժողովուրդը արտագաղթում։ Հիմա դուք առաջարկում եք պայքարել Բորբոսի դեմ, առանց խոնավությունը հաշվի առնելու, խոնավության դեմ է պետք պայքարել։ Համակարգային կոռուպցիայի պայմաններում դատավորը միայն ազգային ժողովով ընտրվելու հանգամանքով չի կարող արդար լինել եւ չի կարող անկախ լինել։ Այդ նույն դատավորը իր բարեկամները բոլորը մխրճված են կոռուպցիայի մեջ, նրանք բոլորը ունեն բիզնեսներ, նրանք բոլորը անօրինական տնտեսական գործունեությամբ են զբաղվում։ Ցանկացածի նկատմամբ կարող է կիրառվել եւ հարկային տերոր, եւ քրեական հետապնդում, եւ ունեզրկում, այդպիսի լծակներ օգտագործելով ռեժիմը կարող է մշտապես կառավարելի պահել բոլոր պաշտոնյաներին, այդ թվում դատարաններին։ Այսինքն այս փոփոխությունը, որը ընդամենը մեզ վերադարձնում է սովետական շրջանի մի սուրոգատային վիճակի մեջ եւ թույլ հնարավորություն է ստեղծում, որպիսի արդեն այսպես Շարմազանովի ասած Մելիք Ադամյանով ամեն ինչ անցու դարձանի, մարդ խոստովանել է։ Այստեղ ոչ մի փոփոխություն չկա, ինչպես որ առաջ կուսակցություններ կոմունիստական որոշում թե ով լինի դատավոր եւ ինչպես լինի։ Հիմա էլ իշխող կուսակցությունն է որոշելու, ընդամենը եղած, կոռումպացված, քայքայված, մինչև վերջ համակարգված վիճակը կայունացվում է սահմանադրական մակարդակով։ Եթե դուք իշխանություն լինեիք, կփոխեիք գործող սահմանադրությունը։ Անշուշտ։ Ահան, այդ դեպքում իրենք իշխանությունը ինչու կփոխեիք։ Ինչն է գործող սահմանադրության մեջ ձեզ խանգարում է դեպքում։ Անշուշտ, որովհետև գործող սահմանադրությունը պարունակում է որոշակի հանգամանքներ իր մեջ, որոշակի կանոններ, որոնք շահարկելու նպատակով այսօրվա վարչախումբը մեջբերում է այս փոփոխությունները կատարելուց, բայց ես ասացի արդեն չանդրադառնամ, թե ինչի համար նա չէ որ պիտի ասի, այսինքն նախ սահմանադրականություն պետք է ապահովել երկրում, այսինքն առաջին հերթին պետք է լինի մյուս բևեռը, երկրորդ բևեռը, որը կարողանա հակակշռել։ Հիմա այդ առաջարկությունները, որ եկեք դուք միավորվեք եւ այլ կուսակցությունները ունեն տարբեր գաղափարական ուղղություններ, տարբեր ծրագրեր, հասկանալի է, բնականաբար սատանան միշտ Քրիստոսի տեսքով է գալիս, դա բնական է, այդպես պիտի լինի եւ այսօրվա պաշտոնական քարոզությունը այդպես է ներկայանում, դա տրամաբանական է։ Բայց սահմանադրությունը չէ մեղավոր, որ կրակեցին մարտի 1-ին ժողովրդի վրա, սահմանադրությունը չէ մեղավոր, որ մարդիկ ուղղակի էվակուացվում են երկրից, սահմանադրությունը չէ դրա մեջ մեղավոր, սահմանադրությունը բարելավելու կարիք կա, բայց դրան պետք է հասնել ավելի
կարևոր հարցեր լուծելուց հետո սահմանադրականություն հաստատելուց, ժողովրդավարություն հաստատելուց, կարգ ու կանոն հաստատելուց հետո անշուշտ մենք կարիք ունենք սահմանադրությունը բարեփոխելու, ունենք կարիք։ Իսկ ինչպիսին պիտի լինի այդ սահմանադրությունը արդեն հետագայում կորոշվի։ Այս պահին չէ, որ սահմանադրությունը մեզ խանգարում է։ Առաջին եւ երկրորդը դա չէ հիմնական խնդիրը։ Դա երկրորդական խնդիր է, երրորդական խնդիր է եւ առաջնայինը այն է, որ այսօրվա այս վիճակին հասցրածը իրավունք չունի հավակնելու հետագայում նույնը շարունակելուն, ժողովրդին կեղեքելուն, իշխանությունը յուրացնելուն, կոռուպցիայի միջոցով պղծելուն, ապականելուն ամբողջ երկիրը եւ հետո սրբի դիմակ հագած մեզ ասել է, որ եկեք միասին հավատացեք մեզ եւ եկեք փոփոխություններ կատարենք։ Ինչի՞ համար պիտի հավատանք։ Մենք գողերին չենք հավատում։ Պարոն Հարությունյան, հաղորդումը մոտենում է ավարտին։ Խնդրում եմ ասեք, եթե հանկարծ պատահի այնպես, որ սահմանադրության նախագիծը հանրության կողմից չընդունվի եւ ոչ ասեն, ինչ կփոխվի դրանից։ Ես կարծում եմ նախ ոչ մի ողբերգություն տեղի չունենա։ Նշանակեք ապրել այնպես ինչպես ապրում ենք։ Ոչ ավել, ոչ պակաս։ Պարոն Ավետիսյան, խնդրում եմ դարձյալ հակիրճ, եթե հանկարծ ստացվի այնպես, որ այոն հաղթի, ինչ տեղի կունենա։ Մենք ավելի կմխրճվենք այս համակարգային ճգնաժամի մեջ, աղետի եւ ծավալները եւ տեմպերը շատ ավելի արագ տեմպերով առաջ կգնան եւ գոյութենական այդ ճգնաժամի բիֆուրկացիոն կետը, որին ասում են, որ մենք մոտավորապես սպասում ենք, որ գարնա տեղի կունենա, միգուցե ավելի արագ եւ ինտենսիվ կմոտենանք այդ կետին եւ բնականաբար առողջ բնազդը ժողովրդի նրան կմղի արդեն զանգվածային կտրուկ գործողությունների, այդ ժամանակ արդեն վարչախումբը ոտնատակ կգնա։ Հիմա մեր ժողովուրդը եւ վարչախումբը յուրաքանչյուրը իր կողմից ունեն յուրաքանչյուրը երկու հանգամանք ընտրելու, երկու ապագա ընտրելու հնարավորություն։ Ժողովուրդը կամ հաշտվել այս վիճակի հետ եւ հաշտվել այն հանգամանքի հետ, որ պետք է ապրի համակենտրոնացման ճամբարի վերածվող երկրում, կամ հեռացնել ռեժիմին, խափանել հանրաքվեն եւ հաստատել սահմանադրականություն եւ ժողովրդավարություն։ Վարչախումբը, ներողություն ավարտեմ, վարչախումբը ունի երկու ընտրություն, կամ խաղաղ ձևով մեղագալ եւ հանձնվել իր ժողովրդին, կամ սпасել ժողովրդի եւ օրենքի դատաստանին։ Ուրիշ տարբերակ չկա։ Պարոն Հարությունյան, ես դեկտեմբերի 6-ին պետք է գնամ մասնակցեմ ընտրություններին։ Խնդրում եմ շատ հակիրճ, եթե փողոցում ձեզ պատահի ձեզ ծանոթ մեկը եւ ասի, ինչու քվեարկեմ այո, դուք պիտի ասեք, չէ՞, ձեր ծանոթին այո կասես, շատ կարճ 1-2 նախադասությամբ, ինչու այո։ Ըստ էության ես արդեն շարադրեցի այո, խնդրում եմ շատ հակիրճ ձևակերպեք, որ դա նաեւ կոչ է հեռուստադիտողին։ Եթե մենք ուզում ենք մեզանում ժողովրդավարությունը զարգանա, եթե մենք ուզում ենք մեզանում կուսակցությունները կայանան, եթե մենք ուզում ենք ինստիտուցիոնալ առումով կայացած եւ գործունակ իշխանություն եւ ընդդիմություն ունենալ, պետք է մենք քվեարկենք այս համանության օգտին։ Կրկնում եմ, այսօրվա իշխանությունը հավերժ չի լինելու։ Բայց եթե մենք ուզում ենք իրոք ապագա իշխանությունը որակյալ լինի, ով էլ ուզում լինի, նա պետք է ունենա իրեն adekvat կենսունակ ընդդիմություն։ Հասկանում եք, սա այն նախապայմանն է, որի հիման վրա կարող է ձևավորվել, կարող են ձևավորվել ժամանակակից, ինչպես դուք եք ասում, սահմանադրականությունը երաշխավորող քաղաքական համակարգ։ Այսօր դա չկա։ Եթե դուք ուզում եք, որպեսզի մեր երկրում լինի այդ համակարգը, պետք է կողմ քվեարկեք, ատելով ինձ։ Կողմ քվեարկեք այս համանadrությանը, որտեղ սա բխում է ոչ թե իմ շահերից, այլ բոլորի շահերից։ Խոսքը սրա մասին է։ Ատելով դժվար է քվեարկել։ Չէ, որտեղ ոչ քիչ առաջ պարագայում ես ատելության մասին չեմ խոսում, ես իրավունք եւ արդարություն հաստատելու մասին ոչ, բնականաբար։ Պարոն Ավետիսյան, ես մի հաստատ։ Ձեր անօրինական ճանապարհով արդարացի նպատակին հասնել արդարացված եք համարում։ Այո թե ոչ։ Ճանապարհը ոչ։ Ոչ։ Հիմա ես ասում եմ, դուք ասում եք մենք կոչ ենք անում քաղաքացիական անհնազանդություն։ Անցյալ օրը ես ձեր գործընկերներից մեկին հարցնում եմ, ինձ կարող եք մեկնաբանել, ինչ է դա նշանակում։ Օրինակ մետրոպոլիտենը Երևանի պետք է կանգնի, ջրամատակարարները ջրամատակարարում շարունակեն, թե կանգնեցնելու են։ Օրինակ ատոմակայանը պետք է կանգնի, որտեղ ասում եք այո։ Քաղաքացիական անհնազանդության անհնազանդության մեկնաբանությունները վերված են սահմանադրության պաշտոնական մեկնաբանություններում, կարող եք բացել կարդալ։ Ես բացել եմ, կարդացել եմ, ժողովրդային իշխանության ընդեր գրած մարդու քաղաքացու
բայց քաղաքացիական անհանձնություն տերմին չկա։ Բացատրեք քաղաքացիական անհանձնություն տերմինը բացատրված է, դա ինչ է նշանակում դա։ Քաղաքացիական անհանձնությունը դա իշխանության մարմինների գործող հրահանգներին չենթարկվելն է եւ նրանց հետ չհամագործակցելը իրավունքի սահմաններում իրավունքի գերակայություն ապահովելու քաղաքացիական ընկերությունը շարունակելու ջրամատակարարում ապահովել թե չէ։ Մեր մոտ փողոցներում աղբայրացում իրականացվել է թե չէ։ Դուք ասում եք քաղաքացիական անհանձնություն։ Ես սա եմ ուզում հասկանալ։ Կենսական անհրաժեշտության բոլոր օբյեկտները, որոնց խափանումը կարող է Խանութները պետք է աշխատեն։ Զոհերի խանութները մի շփոթեք ատոմակայանի հետ։ Խանութները կարող են չաշխատել, տարբերությունը մեծ է։ Հաց արտադրող հաց թխվելու է։ Խանութները կարող են չաշխատել։ Հաց թխվելու է։ Ես չեմ որոշում։ Եթե խանութների տերերը որոշեն չաշխատել, կոչի հետևանքները, բա ինչու մեկ արվա, դուք չեք մեկ իրավաչափ է, դա մյուս կողմից ես ավարտեմ խոսքը քաղաքացիական աննազանդությունը խաղաղ ապստամբություն է։ Ապստամբությունը քաղաքացու իրավունքն է։ Ժողովուրդը բացառիկ իրավունք ունի ամեն գնով վերահաստատելու իր իշխանությունը, եթե այն յուրացված է։ Ժողովուրդը ցանկացած ճանապարհը օրինական է այդ դեպքում, իրավական է եւ օրինական է։ Իշխանության կրողը ժողովուրդն է, պետական մարմինները եւ պաշտոնատար անձիկ ընդամենը ընտրությունների հիման վրա ստանալով ժողովրդի քվեն, ժամանակավորապես հնարավորություն են ձեռք բերում ժողովրդի անունից իրականացնելու իշխանություն, բայց իշխանության տերը ժողովուրդն է, եթե ժողովուրդը որոշում է, որ պետք է հեռացնի իր իշխանությունը յուրացրած կազմակերպությանը եւ անհատներին, ուրեմն նա կարող է դիմել ցանկացած միջոցի, այդ թվում զինված, բայց քանի որ մենք համարում ենք, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, քանի որ մենք չենք ուզում, որ մեր երկիրը ցնցումների գնա, եւ քանի որ այսօրվա 21-րդ դարի քաղաքական իրավական մշակույթը արդեն ընդունել է խաղաղ ապստամբության, քաղաքացիական անհանձնություն տերմինով կոչվող խաղաղ ապստամբության տարբերակը որպես հարցեր լուծելու միջոց, այդ թվում ժողովրդի իշխանությունը վերահաստատելու միջոց, այդ պատճառով մենք կոչ ենք անում խաղաղ ապստամբության կամ նույնն է թե քաղաքացիական աննազանդության, բայց կրկնում եմ, ժողովուրդը ավելի իրավունքը ունի, ամենա իրավունքը ունի, ժողովուրդը կարող է զենք վերցնել։ Հիմա ժողովրդի անունից տերմինի մասին գրականության մեջ գիտական եւ այն ամբողջ քաղաքական իրավական մտքի աղբյուրների այսօրվա եվրոպական, որ մենք որդեգրել ենք եւ դրանով ապրում ենք, քաղաքացիներ են դրա հիման վրա քաղաքացիներ համարում նրանք, ովքեր ոտքի են կանգնել իրենց իրավունքները պաշտպանելու համար, այսինքն քաղաքացիները ակտիվ քաղաքացիներն են, բառի տերմինը եթե ուզում ենք ճշգրտել, քաղաքացիներ են, բայց եթե իրենք չեն գործողություններ չեն կատարում իրենց իրավունքները, խնդրեմ ձեր կողմնակիցներից մեկ անցյալով շատ դիպուկ պատասխանել էր, հարց է տվել, դուք պատրաստ եք այրունահեղության, այո, դուք պատրաստ եք ձեր արյուն տալ, ոչ, ես չգիտեմ դուք նկատի ունեք, եթե դուք դա եք համարում քաղաքացիություն, Աստված հեռու տանի ժողովրդին ձեզնից, դուք փորձում եք հետո մեր տաղավարում կշարունակվի այս բանավեճը, որին արդեն ունկնդիր չեք լինի, կարծում եմ դուք արդեն պիտի լսեք պարոն Հարությունյան, պարոն Ավետիսյան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, հարգելի հեռուստադիտողներ, Լոռի հեռուստաընկերության այո թե ոչ քաղաքական տաղավարում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պարոն Խոսրով Հարությունյանը եւ Նոր Հայաստան շարժումից հիմնադիր խորհրդարանի անդամ պարոն Վարուժան Ավետիսյանը։ Շատ հետաքրքիր եւ առողջ բանավեճ էր, որի համար շնորհակալություն եմ հայտնում իմ հյուրերին եւ կհանդիպենք դարձյալ Լոռի հեռուստաընկերության եթերում։ Ցտեսություն։